Քորեր աղբերներ, ամենակարող Աստծուն բոլորս ասենք փառք։ Գիտեք, մենք մուգուշ եղբոր հետ եկել ենք Ամերիկայից, Կալիֆորնիայից, Սակրամենտո քաղաքից։ Մեր ժողովուրդը մեր համար աղոթք կարեց, օրտեց մեր ճանապարհը։ Եվ մեր ժողովուրդը խնդրեց, որ որտեղ որ եք, մեր անունից բարևներ տարեք։ Մենք շատ սիրում ենք ձեզի, Աստված օրհնի ձեզի։ Գիտեք, չգիտեմ ինչքան ժամանակ ճանապարհով երբ քշում էի, մեկ էլ Սուրբ Հոգին բարձրացած ձևով հետս խոսած։ Ասեց Սուրբ Հոգուն տեղ տուր։ Եվ որտեղ որ ես, ասա որ Սուրբ Հոգուն տեղ տուր։ Քուրեր աղբերներ ջան, երբ որ Հիսուսը հարությունից հետո 40 օր իր աշակերտների հետ հավաքվեց, երկնքի թագավորության մասին էր խոսում։ Եվ պատգամ տվեց աշակերտներին, Երուսաղեմից չբացակայեք, որովհետև Սուրբ Հոգու մխիթարիչը պիտի լինի, գա։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ գրված է Գործք առաքելոց առաջի գլուխ 8-րդ խոսք։ Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը, երբ որ ինքը գա Սուրբ Հոգին, զորություն պիտի առնեք։ Ոչ թե մենակ զորություն առնեք, զորություն առնելու ժամանակ իմ վկաները պիտի լինեք։ Երուսաղեմում, Հրաստանում եւ ամբողջ աշխարհի ծայրամասերում։ Կարանք ասենք ամեն։ Գիտեք, քուրեր աղբերներ, Սուրբ Հոգու լեցունություն ա պետք։ Շատ կարևոր է, ես այնքան տեղեր եմ հանդիպել, գիտեք, որ եկեղեցին հայրեն աղոթք անում, Ուկրաինեն աղոթում է, Ռուսիան աղոթում է, Սուրբ Հոգու աղոթք չկա։ Հասկանում եք, Սուրբ Հոգուն տեղապետ տալ, ինքը զորություն է, ինքը Աստված է։ Երբ որ դու իրան տեղ տաս, ինքը կողանձ կշինի, քեզիկ փոխի լիակատար, ընտանիքդ լրիվ կփոխի։ Ինչքան կարաս Սուրբ Հոգով աղոթի։ Ես այնքան մարդ եմ հանդիպել, անգամ մի անգամ ասեն Աշոտ աղբերը Սուրբ Հոգով աղոթում ես, շատ Սուրբ Հոգով ես աղոթում։ Ասում եմ, հա։ Ասում եմ, դե ինչ կարիք է, Սուրբ Հոգին մեր մեջ է, ինչ կարիք է Սուրբ Հոգով աղոթել շատ։ Ասի եղբայր չես հասկանում այնքան ժամանակ, մինչև դրա քաղցրությունը չճաշակես։ Սուրբ Հոգու ներկայության քաղցրությունը ճաշակես։ Հələ մեկ ինձ ասեց Աշոտ եղբայր, ոնց կարելի է հասկանալ Սուրբ Հոգու քաղցրությունը հասկանալ, ասես տենում ես խնձորը։ Ես ուտում եմ, ասում շատ համով է ինքը։ Ինչքան է քեզ բացատրեմ, չես հասկանա, միջև ինչ չանես, միջև դու չուտես։ Քանի օքի Սուրբ Հոգով մկրտված են, լա ձեր բարձեք։ Օ, զորություն է էսի։ Զորություն, հալելույա, փառտիրոջը։ Գիտեք, քուրեր աղբերներ, Աստծո խոսքը ասում է խնդրեցեք Տերը եւ իր զորությունը։ Պողոս առաքյալ ասում է, երբ որ գամ ձեր մոտ, ոչ թե ձեր խոսքն եմ ուզում տենամ, այլ ձեր զորությունն եմ ուզում տենամ։ Զորությունով հավատացյալ մարդը զորությունով պիտի քայլի, Սուրբ Հոգու զորությունն է։ Իսկ Սուրբ Հոգու կերակուրը Աստծո խոսքն է։ Ասում Աշոտ աղբեր չորեմ։ Աստծո խոսք կարդում ես, ասում չէ։ Քանի տարվա հավատացել ես երկար Աստծո խոսքի հետ այդքան կապ չունեմ։ Երբ որ չոքում եմ, աղոթում Սուրբ Հոգով չեմ կարող աղոթեմ, չոր եմ։ Ասի Սուրբ Հոգով սկսի կարդալ եւ Սուրբ Հոգով աղոթել։ Տեղ տուր Սուրբ Հոգուն։ Երբ որ մենք իրան հանդիպեցինք մի քանի վաղ առաջ, փողոցում ասում Աշոտ աղբեր խաղություն, ասում աղոթենք, ասի ստեղ, ասում ստեղ աղոթենք, այջուն անցանք։ Ես սկսեցի աղոթել, լցված աղոթում եմ։
լցված։ Չեմ կարող փակեմ աղոտ, ասում եմ ամեն ինքս շարունակում է։ Ասում եմ այն օրվանից, երբ որ սկսեցի Սուրբ Հոգուն կերակրել, Սուրբ Հոգու զորությունը իջավ մեջս։ Մեջս կրակավարում։ Քայլում եմ, երգում եմ, փառավորում եմ, Սուրբ Հոգով աղոթում եմ, կրակա մեջս վարում։ Իմ ընտանիքի մեջ քաոս էր, չի լուծում ոչ մի հարց։ Մտա ներքի սենյակը դուռը փակեց, սկսեցի Սուրբ Հոգով աղոթել, լցված Սուրբ Հոգով աղոթել։ Երեխես հնազանդված, կինս հնազանդվեց, ես հնազանդվեցի։ Հասկանում եք եղբայրեք ուրեր, էդի կարա Սուրբ Հոգին մենակ անեն։ Իսկ դու դիտեղ տաս, եթե բերան փակած չի լինի։ Միտեղ աղոթում ենք եւ Սուրբ Հոգին ասել, բերանդ բաց։ Ասում открой уста, я наполню։ Բերանդ բաց եւ ես պիտի լսնեմ։ Մեզ պիտի լսնեմ, որ դու պիտի ուրախանաս, զորանաս։ Մեզի թուլանալ չի կարելի։ Մեզի չի տրված, որ մենք թուլանանք։ Մեզի տրված, որ մենք Սուրբ Հոգով լցվենք։ Զորանանք, Սուրբ Հոգու զորությամբ քայլենք։ Հասկանում եք, էդի Սուրբ Հոգին մենակ կարա անի։ Մի հատ քույրիկ պատմում ասում է, մտա եկեղեցի ասում է, սիդը շատ ուժեղ ցավում էր։ Նենց ցավա բռնես, ասում է, չգիտեմ ինչ, բայց ասեց, երբ որ Սուրբ Հոգու կրակը իջավ, ամբը իջավ։ Իմացա աղոթում եմ, ես աչքի ես փակած աղոթում եմ, մեկ էտենա մի հատ ձեռք մտավ ծոցս, աչքի ես բացի տենամ ով մտեց ծոցս, տենամ սաղ աղոթում են, երկրորդ անգամ ձեռքը մտավ ծոցս, բացի տենամ ոչ մեկ սաղ աղոթում են, ասպա ես հասկացա, որ եսի տիրոջ գործն է, որտև տիրոջ ամբն էր ծասկել, երբ որ շանագեցի, ձեռքը մտել էր ծոցս, երբ որ ձեռքը հանեց ծոցից, սրդիս ցավը լրիվ անցավ, որտև ինքն էր կայա, քուրս եղբայրս, մարդը ոչ մի բան չի կարող անել, էդի մենակ կարա Սուրբ Հոգին անել, բայց էզից ու քեզից տեղ տուր իրան, աղոթի լցվի Սուրբ Հոգով, դու հայրեն մի աղոթի հայրեն, կարաս աղոթես, բայց Սուրբ Հոգու լեցունությունուց է, քայլում ես, անուն ես, տունն ես ելնում, չոքած ես, ոնց Սուրբ Հոգով աղոթ կարա, ինքը բոլոր կյանքդ կփոխի, ինքը զորությունով կլցնի քեզ, ինչ որ մարդը չի կարա, բայց ինքը կարա աս, նոր մի տեղ եկտեղ խոսում ենք, ես մի օրինակ բերեցի, մի քույրիկի մասին անուն Թամարա էր էլի, այդ Թամարա քույրիկը, երբ որ հելավ իջավ ցած, որ այդ մա խանութ, մեկի հարևանը հանդիպեց, ասեց, Թամարա ասեց, քո այդ բանը կատարվել, ասում է ոչ բան հետս չի կատարվել, ասում է չի կատարվել է, ասում է ես ապրում երրորդ հարկը, իսկ դու ապրում ես երկրորդ հարկը, ասում է ես չգիտեմ դու ինչ ձևով ես աղոթում, ինչ լեզվով ես աղոթում, բայց երբ որ աղոթում ես, ես մարմինը սնցի ստիպում եմ, որ ես պոլին պարկեմ եւ ականջս դնեմ պոլին, եւ լսեմ քո աղոթքը, չգիտեմ ինչ լեզվով ես աղոթում, բայց սա կյանքս է փոխվում, աշկերտս թափում եմ, Թամարա չկա այդ աղոթքը, այդ աղոթքը չկա, ասում է ինքը վերադարձա տուն ընկա Տիրոջ առջև ասի, Տեր Հիսուս, զոհասեղանի կրակը հանգելա, խնդրում եմ քեզ, եղբայրներ քուրեր, Հիսուսի Քրիստոսի անունով, նազովրեցի Հիսուսի Քրիստոսի անունով, Աստված Սուրբ Հոգի ա տվել, ոչ թե բերանդ փագես նստես, ինքը տվել է, որ դու աղոթես, Սուրբ Հոգով աղոթես, շատ եկեղեցիներ կան, 50-ական եկեղեցի Սուրբ Հոգու աղոթ չկա, ասել են կամած, ոչ մեկ չլսի, կամած, բա դու տես մի համացավի, աղոթի տենց, որ ականջդ լսի, լցվի ա Սուրբ Հոգով, քայլի Սուրբ Հոգով, ինչ ոքան է Սուրբ Հոգի կառաջորդի քեզի, եթե արգելված տեղա, որ դու պիտի ընդես չտես, Սուրբ Հոգի կարգելի չես կարող ընդես մտնես, Սուրբ Հոգի կարգելի ես բանվեցնես, Սուրբ Հոգով քայլի, հասկանում ես շատ կարևոր է, Աստծո խոսքի մեջ գրված ասում է, եւ դու սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրինությունը, եւ քո Աստված, քեզի ուրախության յուղով օծեց ավելին, քան սեկունդերներիդ, ավելին, դու ինչքան Սուրբ Հոգով լցվես, բերանդ շատ քիչ բաց, անձդ մաքուր պահի, շուրթերդ մաքուր պահի, զորությունը չտա, զորությունդ առել ես, նենց արա ոչ կորցնես, քիչ խոսա, անձդ մաքուր պահի, որ Սուրբ Հոգի գործի մեջդ, Սուրբ Հոգին ինքը զորություն է, ինքը մեջ կրակով աղվարվում,
քայլում է Սուրբ Հոգով, զորացած է Սուրբ Հոգով, էդի Սուրբ Հոգին անում, ուրիշ ոչ մի բան չկար անի։ Հասկանում եք եղբայրներ քուրեր, տեղ դուր Սուրբ Հոգուն։ Ինչքան կարաս կարդասու խոսքը, ինչքան կարաս Սուրբ Հոգով աղոթք արա, եւ կտեսնես մի հատ մեծ փոփոխություն կլի քո ընտանիքի մեջ, ամեն մեկի մեջ։ Հետո Աստծո, երբ որ Սուրբ Հոգով սկսես աղոթել, իրա ձայնը լսի, իրա ձայնը լսի։ Երբ որ ինքը որտեղ կայնացես, չէ՞, մեկ է տեսնես Սուրբ Հոգին կանչում աղոթքի։ Իմացա առանձնացի տեղից, առանձնացի ու սկսի Սուրբ Հոգով աղոթել։ Սուրբ Հոգի գործ ունի, Սուրբ Հոգի բան է ասում։ Դու չես հասկանում, դու աղոթում ես, Սուրբ Հոգի մեկ էլ բրծավ, ես միտեղ քարոզում եի, խոսում եի, ասում եի, մի անձնավորություն մարդուկին չոքեցին, աղոթեցին եւ գնացին պարկելու քնելու։ Եվ գիշերը Սուրբ Հոգին զարսնում է մարդուն, ասում է հելի աղոթքի։ Մարդը ասում շորագարի աջ կողմը, շորագարի ձախ կողմը, ասում է բայց Սուրբ Հոգին ասում է հելի աղոթքի։ Մեկ կանոջ ասում է կին, ով կին, հելի տեղից Սուրբ Հոգին կանչում աղոթքի։ Սուրբ Հոգին կանչում աղոթքի, զորովից հելանք, չոքինք սկսեցինք Սուրբ Հոգով աղոթել։ Միայն Սուրբ Հոգով ենք աղոթում։ Կես ժամի չափ Սուրբ Հոգու կրակը իջել էր, ամբը իջել էր, եւ Սուրբ Հոգով աղոթենք։ Հենց աղոթքը բրծանք, զանգը եկավ։ Զանգ եկավ, ասեց դուք ես ինչն եք, այո, դու ես տղա ունես, այո, ասեց քու տղեն մոտոցիկլետ ա գցում, մոտոցիկլետից ոչ մի բան չի մնացել, ինքը լրիվ ջարդու փշուր ա եղել, բայց քու տղուն մի հատ գիծ չկա քու տղու վրա, եւ հերը հարցում ա տալի պոլիսմենին, երբ կատարվավ էդի, ասեց կես ժամ առաջ, այն ժամանակ, երբ որ Սուրբ Հոգի կանչեց աղոթքի, հասկանում եք եղբայրներ քուրեր, կարանք ասենք փարտիրոջը, շատ կարևոր է, դուր տեղ Սուրբ Հոգուն տեղ դուր մի թուլացի, մեզի չի կարելի։ Եթե մեկը որտեղ ասեն, չէ, միտեղ աղոթում ենք, իմացա, աղոթում ենք, ասեց կգաս Աշոտ եղբայր, պսակադրությունը, կգաս Աշոտ եղբայր, աղոթենք իրար հետ, եղբորտենք։ Հիմա ես աղոթում Սուրբ Հոգով ինքը հայրեն, ես Սուրբ Հոգով աղոթում ինքը հայրեն։ Հետո բրծանք ասի եղբայր ասի, գիտես ինչ, քու աղոթքի ժամանակ արսի թե պղին զնի երկինքը։ Բայց ասեց Սուրբ Հոգով աղոթի, տեղ դուր։ Ասեց եղբայր ջան, եթե կարող է պատահի հիմա էդի առաջ էր Սուրբ Հոգու լեցունություն Սուրբ։ Ասի հիշի քու տունը, քու տան դուրը փակված չի եղել։ Ասի քու տուն սենյակիդ մեջ Սուրբ Հոգու մկրտություն եղավ, զորություն եղավ, եւ սա Սուրբ Հոգով աղոթում են։ Մի եղբայր երկու կնոջ հետ մտավ ձեր տունը։ Մեկը եզդի էր, այդ սենյակի մեջ մեկը Սուրբ Հոգու մկրտության ժամանակ եզդերեն սկսեց աղոթել։ Ասեց այդ եզդի կինը ընկավ երեսի վրա ու սկսեց թփրտալ։ Օ, ասեց Աշոտ եղբայր լսեց, հիշում եմ, ասեց Սուրբ Հոգին անում։ Լցվի Սուրբ Հոգով։ Ինչքան տկարել ես, ինչքան ընկածել ես, ամենավերջի բանի մեջ ես, ընկած ամենաբան, Սուրբ Հոգով սկսի աղոթել։ Հենց հունի մեջ ընկար, չէ, Սուրբ Հոգու աղոթքի, հունի մեջ ընկար, այդ ես կայնստել չի կարելի, ու ոչ մի չի կարա քեզի կայնստել։ Գիտեք հիմա մենք իրար աղոթենք, Սուրբ Հոգով ենք աղոթելու։ Սա տեղ դու Սուրբ Հոգին, առաջ բերան թագում էր, հիմա աղոթի,